Իհարկե գիտենք, որ Փաշինյանն իր գիթը իրավապահ համակարգի միջոցով ամենուր մտցնում է։ Առաջ օրինակ մեզ թվում էր, թե սրանք գաղտնալսում են այն մարդկանց, որոնք իրենց համար հետաքրքրություն են ներկայացնում։ Հիմա պարզվում է, սրանք գաղտնալսում են բոլորին կամ բոլորն են հետաքրքրություն ներկայացնում իրենց համար։ Նիկոլն ասում է, հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱՑ-ից։ ԱԱՑ-ն վարչապետին ենթակա մարմին է, և ԱԱՑ-ն ասում է, ինձ ամեն օր զեկուցում է հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին։ Հոգևորականների անձնական կյանքը, անկողինը, ինչ կապ ունի հանրապետությունում օպերատիվ իրավիճակի հետ։ Նիկոլ Փաշինյանից մենք իմանում ենք, որ ինքը տեղեկություններ ունի, որ ինչ-որ հոգևորականներ անձնական կյանք ունեն։ Կլինի մեզ այդ մանրամասների մեջ չգցեք։ Մեզ մոտ հարց է առաջանում. ինչու են հարկատուի փողերը մսխվում այն անվտանգության մարմնի վրա, որը ընկած անձնական թեմաներով կոմպրոմատներ է ման գալիս։ Եկեք մի հատ հասկանանք, մեր երկրի անվտանգությունը որտեղ է։ Առանձին մարդկանց, կլինի հոգևորական, կլինի պաշտոնյա, կլինի թիմակից, իշխանական թե ընդդիմադիր, իրենց անձնական կյանքի մանրամասներն են մեր պետության անվտանգությունը, թե մեր պետության անվտանգությունը շատ ավելի ակնհայտ տեղեր են, որոնք բոլորս այս քանի տարի է քննարկում ենք։